Ինչ խոսքը։ Ես ուրիշ բան եմ ասում եմ մեր պատկերացրած շահառուների այս որ մենք գրում ենք միջև 100%, միջև 100 հեկտար, չէ՞։ Ավելի ազնիվ կլինի գրենք, ենթադրենք բանից, այսինքն ներքևի շեմել դնենք, որովհետև 3 հեկտարից պակաս կամ չգիտեմ ով է օգտվում։ Հետո մենք գնացել տեսել ենք, թե ի վերջո մեր ամենափոքր հողակտորը, որ այս բանից օգտվում է, որոնք են։ Եվ խնդիրն այն չի, որ միայն այն չի, որ իրանք ֆերմերային գործունեությամբ չեն զբաղվում։ Խնդիրն այն է, որ այդ մարդու մի հեկտար հողը, որը գտնվում է Արարատյան դաշտում, տասնյակ տարիներով չմշակված հող է։ Ու մենք ոչ մի բան չենք անում, ուղղակի դիտորդի նման հետևում ենք։ Մեր ոչ մի ծրագիր չի գնում հասնում այդ մարդուն։ Մեր ոչ մի ծրագիր այդ մարդուն չի հանում իր տնից, որ գնա իր հողը մշակի, ակնկալելով, որ արդյունք կունենա։ Նկատի ունեմ պետք չի հիմա ասել, լավ շրջանառվել է, կոմիտեով անցել է, ընդունում ենք, հարցը այդ չի։ Բայց պետք է մտածենք, որ մեր բոլոր ծրագրերը, ես ինչի համար եմ գնում, պետք է այդ ծրագիրը վերցնենք, գնանք գյուղ, մոդելավորենք, տեսնենք այսինչ տանձուտ գյուղի թիվ, այսինչ տան հետ ինչ առնչություն ունի այս ծրագիրը։ Այդ տունը, այդ ընտանիքը շանս ունի այդ ծրագրից օգտվելու, թե չունի։ Հետո կտեսնենք, որ ընտանիքների 75-80%-ը ոչ տեսական, ոչ գործնական շանս չունի այդ ծրագրերից օգտվելու։ Չգիտեմ ինչ պետք է տեղի ունենա, որ այդ մարդիկ այդ ծրագրերից օգտվեն։ Համեց։ Պարոն վարչապետ, ինչ թվում է այս ծրագիրը հենց նաև այդ մարդկանց համար է եւ բավականին հնարավորություն կտա, եթե դուք տակ ներկայացնեմ ինչու, որովհետեւ իրենք իրականում շատ մեծ ներդրումներ չեն կարող անել, բայց այս ծրագիրը այդ փոքր ներդրում է պահանջում։ Ձեր նշած 1 հեկտար հողի պարագայում իրանք ընդամենը մինչև 200,000 դրամ ներդրում են անելու եւ ստանալու են ծախսերի։ Պարոն Պապյան, ասում եմ ես չունեմ այդ 200,000 դրամը, դուք ասում եք ներդրում են անելու։ Չունի, մարդ ասում է չունի։ Ասում եմ կարաս պատկերացնես, պարոն վարչապետ, տենց իրավիճակ, որ չունի մարդը 200,000 դրամ։ Կարաս պատկերացնես։ Ասում եմ այո, կարամ պատկերացնեմ։ Ասում եմ չունեմ այդ 200,000 դրամը։ Ասում եմ գնա վարկ վերցրու, ասում եմ սև ցուցակում եմ, չեմ կարող վարկ վերցնեմ։ Եվ սա մի հոգու մասին, 2 հոգու մասին, 3 հոգու մասին չի, 1000 հոգու մասին չի, 10,000 հոգու մասին չի։ Ես հետ եմ ասում։ Ասում եմ, բա ծրագիր 70% տալիս ենք։ Այգի գցի բան արա, ինտենսիվ գյուղատնտեսությունը ինչքան ենք փոխհատուցում։ Էլի փոխհատուցում ենք, չէ՞, տոկոս սուբսիդավորում ենք, չէ՞։ Հա ասում եմ, բան քեշբեք ես տալիս։ Ինչքան ես քեշբեք տալիս, 50%, 10%, լավ 70% ես տալիս, լավ 80% քեշբեք ես տալիս։ Այսինքն ես 1 միլիոն պետք է դնեմ, որ 800,000-ը հետ ստանամ, ճիշտ ասում եմ, հա։ Ասում եմ, ես չունեմ այդ 1 միլիոն դրամը։ Ասում եմ գնա վարկ վերցնու, ասում եմ ես սև ցուցակում եմ, վարկ չեն տալիս ինձ։ Ասում եմ բան է, ասում եմ անհույս վարկերի ծրագիր ենք ընդունել։ Ասում եմ դա պետական աշխատողի համար է, ես գյուղատնտեսությամբ եմ զբաղվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ասում եմ ավտո ծախի, ասում եմ ավտոն ծախել եմ ուրիշ նպատակի համար։ Այսինքն էլ ինչա, կովը ծախել եմ, ամեն ինչը ծախել եմ, հա։ Համեցեք։ Բայց ես ուզում եմ որ մեր քննարկման մեջ մի հատ մենք փորձ